2026 թվականի հունվար ամսվանից ի վեր, այսպես ասած, հարաբերական խաղաղ պայմաններում, զինված ուժերում 30-ից ավել մահվան դեպք է գրանցվել։ Սա էլ այն պարագայում, երբ իշխող ռեժիմի ներկայացուցիչները օրն ի բուն խոսում են զինված ուժերում իբրև թե բարեփոխումների կամ համակարգային փոփոխությունների մասին։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Ողջույն Տիկին Ալեքսանյան։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Սիրով։ Վերջին շրջանում զինված ուժերում մահերը շատացել են, մենք տեսնում ենք, եւ դուք այն իրավապաշտպաններից եք, ովքեր որ միշտ բարձրաձայնում են հանրության շրջանում տարատեսակ կարևոր հարցեր եւ դուք վերջերս նաեւ խոսել եք եւ բարձրաձայնել եք դեպքեր զինված ուժերում տեղ ունեցող իրադարձությունների մասին։ Եկեք փորձենք հասկանալ ինչ է կատարվում։ Դե գիտեք, իրար հետևից այս դեպքերը եղան, առաջինը այդ հուլիսի 21-ին էր, ինքը Նարեկ Թորոսյանի դեպքը արտառոց էր նրանով, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն չէր տարածել զինվորի մահվան մասին։ Տեղեկություններ էին, այսպես ասած, հայտնվել մամուլում, որից երևում էր, որ ինչ-որ իրենք լուր ունեն, որ զինվոր է, ուրեմն տեղի ունեցել մահվան դեպքը, չեմ հիշում ինչպես էին արձանագրել, բայց դա միշտ արվում է, հենց այդ քննչական մարմինները, Պաշտպանության նախարարությունը, այսպես մամուլի միջոցով են փորձում ի հայտ գալ, ոչ թե հաղորդագրություն են տարածում, այլ լուր է տալիս այդ լրատվամիջոցը, որ ինքը տեղեկություն ունի, որ մահվան դեպք կա, ու փոխանակ իրենք տան առաջի օրը տենց, հետո հաջորդ օրը քննչական կոմիտեն մի հատ կծկտուր տեղեկություն հայտնեց, որ քրեական գործ է հարուցվել, չեն գրում ինչ հոդվածով, ոչ մի բան, սկզբում անունը չկար այդ զինվորի, հետո առաջի տառերը անվան դրեցին ու մի խղճուկ հաղորդագրություն, եւ Պաշտպանության նախարարությունը այդպես էլ հաղորդագրություն չտարածեց այդ դեպքով։ Դուք պատկերացնում եք այդ ընտանիքի նկատմամբ անարգանքը, այդ զինվորի նկատմամբ անարգանքը, եւ որը շատ կիրթ տղա էր եւ 4-րդ կուրսում էր սովորում։ Դուք զորակոչել եք բանակ, դուք եք պատասխանատուն նրա կյանքի համար, ու չեն հասկանում այդ մարդու պատասխանատու են այդ մարդու կյանքի համար, ու այդ պիսով չտարածեց հաղորդագրություն։ Այսինքն ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչու, որ մի բան եմ տեսնում, որ նախարարը շարունակ ինչ որ փորձում է նվազ թվեր ցույց տալ, բան փոխանակ աշխատեն այդ թվերը իրականում նվազեցնեն։ Հետո արդեն 22 օր հետո տեղի ունեցավ Պաշտպանության երկրորդ դեպքը, որը էլի ինքնասպանություն են որակել, ոնց որ են առաջին դեպքը, ու սա չէր կարող այսինքն աղմուկ չառաջացներ արդեն, որ իրար հետևից տեղի են ունենում։ Ինչ ասեմ, մենք ցավոք սրտի այս պահին չենք աշխատում, բայց մենք միշտ ենք այցելում ընտանիքներին, իրավաբանական խորհրդատվություն, եթե անհրաժեշտություն է, մենք ներգրավում ենք այդ գործերով եւ զուգահեռ մենք եւս հետաքննություն ենք անում եւ մշտապես ունենում ենք ստույգ այն տվյալները, ինչ որ բայց հիմա դա շատ բարդացել է։ Մի կողմ թողնենք, որ ինձ էլի զանգահարում են, էլի այդ մարդիկ գիտեն, որ ես այդ բանակի զինծառայողների իրավունքներով զբաղվում եմ։ Ցավոք սրտի մենք հիմա չենք կարողանում իրենց այդ աջակցությունը, այդ օգնությունը տալ, ինչքան հնարավոր է, մենք խոսում ենք, բայց հիմա գիտեք, այդ ընտանիքներն էլ են, իրենք կորցնում են իրենց տղաներին, բայց նաև իրենք ինչ-որ վախի բան ունեն իրենց մեջ։ Դուք տեսնում եք, օրինակ, ոչ մի տեղեկություններ չկա այդ տղաների մասին, ովքեր էին իրենք։ Մենք առաջին հերթին դա ենք ուզում ներկայացնել, թե ովքեր են իրենք, ինչ ընտանիքներ են, ինչ ձևով են եկել, այսինքն տեղեկություն այդ մարդու մասին, որ այսինքն տենց գնաց կորավ ու չկա հաղորդագրություն չեղավ, ոնց որ այդ տղան չի եղել։ Այսինքն ինչ է ուզում ասի Պաշտպանության նախարարությունը ու ոչ մի բացատրություն չեն տալիս։ Լավ, հիմա ասեմ մահվան դեպքերի այս մասով, որ իրենք մեկ էլ ասում են 25 թվին մահվան դեպքեր չի եղել։ Պաշտպանության նախարարության խոսնակ Թորոսյանը հայտարարում է, որ
Բարեփոխումներ են ընթանում։ Հա, իրանք դա միշտ են ասում, այդ սուտը եւ մահվան դեպքերը վկայում են, որ ոչ մի բարեփոխում տեղի չի ունենում։ Սա է ուրիշ բան, ասենք ուրիշ ապացույցներ պետք չի սրա համար։ Եվ այդ թվերը ներկայացնելիս ես շատ կարևորում եմ այս խոսակցությունը եւ առաջ անգամ հիմա այստեղ ձեզ մոտ պիտի ասեմ, կապում են ծառայության հետ կապված մահվան դեպքեր եւ ծառայության հետ, զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքեր։ Այսինքն ով է դա որոշում։ Կամ որն է տարբերությունը։ Չէ, տարբերությունն են ասում, որ ինքը գնացել է տուն, տանը ինֆարկտ է ստացել։ Իդեպ ես ասեմ, լավ, այս հարցը շատ կարևոր է։ Ես ուզում եմ հասկանամ եւ պարտավոր է պաշտպանության նախարարությունը բացատրի, թե ինչ է նշանակում ծառայության հետ կապված եւ չկապված։ Ինչ հիմքերով եք դա անում, աչքաչափով եք դա որոշում, հանձնաժողով գոյություն ունի, ով է որոշում, չէ՞ որ դեպքեր կան, որ քննության կարիք ունեն։ Ասենք հիվանդացել է, այդտեղ է հիվանդացել, ոչ թե որ դուք առողջական խնդիրները վերցնեք, կապեք, ես կոնկրետ չեմ ասում, որ դեպքը ինչ, ես ասում եմ ընդհանուր առմամբ։ Եթե ասենք այնտեղ մեկը գրում են կայծակնային ինչ որ մահ, ինչ ով է որոշում դա։ Ժամանակին դատախազությունը էլի այդպիսի բան տարածում էր տարիներ առաջ, նախկին իշխանությունների ժամանակ, եւ մենք լրջորեն այդ հարցը ազգային ժողովի այդ հանձնաժողովում բարձրացրել էինք եւ ՊՆ-ից ներկայացուցիչներ կային եւ մենք իդեպ ասեմ որ մենք հանգիստ կարողանում ենք աշխատել իրենց հետ մեր հարցերը բարձրացնել հիմա դա հնարավոր չի ասենք պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը իմ մասին ասում է Facebook-յան օկտատեր ասենք որ ես 100 տարի է հենց այդ զինծառայողների իրավունքներով եմ զբաղվում Եվ այդ ազգային ժողովի այդ ես հիշում եմ այդ հանձնաժողովում ես այդ հարցը էլի բարձրացրեցի որ դատախազությունը ծառայության հետ կապված դեպքեր եւ բաղման դեպքեր եւ ծառայության հետ չկապված իրանք ասին չկա տենց բան ընդհանրապես չգիտեմ գուցե հիմա Սուրեն Պապիկյանը ինչ որ մի բան է ստեղծել մի մարմին որը հստակ որոշում է որն է ծառայության հետ կապված եւ որը չէ Դա ես տպավորություն ունեմ, որ դրանով իսկ իրենք փորձում են նվազ ցույց տալ այդ մահվան դեպքերը։ Մեզ հիմնավորեք, թե ով է դա որոշում եւ ինչպես է դա որոշում, որովհետեւ շատ կան հանգամանքներ, որ քննության կարիք ունեն, ոնց կարող է դու նստեք ու ասեք իդեպ ես ասեմ, տեսեք, այս վերջ երկու դեպքն էլ ինքնասպանություն չէ, որակեցին Եվ ես տպավորություն ունեմ, որ իրանք ինքնասպանության դեպքերն են ուզում տանեն կապեն բանի հետ, ծառայության հետ կապ չունեցող։ Բայց այդ դեպքում հարցը առաջանում ինչպես։ Հա, բայց իրանք չեն հասկանում, որ եթե անգամ ինքնասպանություն է, դրա համար են իրանք պատասխանատու։ Պետությունն է պատասխանատու ինքնասպանակ զորակոչված, որը արդեն գնաց ու վсё բանակինն է Իրանք են պատասխանատու սպանությունը, ինքնասպանությունը եւ ուզում եմ այն օրինակը բերեմ, որ մի հատ փոխնախարար ունեին Գաբրիել Բալայան, մի 3 տարի առաջ, չէ՞ կարծեմ։ Այո։ Ինչ ասեց ինքը ինքնասպանությունների մասին, որpիսի մեծ տպավորությունը ես հիմնավորեմ։ Նա ասեց, որ տանը զենք չունեն, որ ինքնասպան լինեն, գալիս են ստեղ են ինքնասպան լինում։ Դուք պատկերացնում եք, ինչ ցինիկ վերաբերմունք այդ զինվորի Ընդհանրապես այդ մահվան դեպքի նկատմամբ այդ հասկանում եք ես ուղղակի այդ բացարձակ ոնց որ չի հետաքրքրում sense իմիջայլոց մի հատ արտահայտ ես շատ կոշտ էի արձագանքել այդ որ ասել էր բայց ես տեսնում եմ այդպիսի մոտեցում որ ինքնասպանություններն էլ սկսում են քննարկել դեռ չեն համարձակվում միանգամից երևի այդպես ասել Եվ ասեմ ձեզ, որ մեր կազմակերպությունը, որը հիմնվել է 2008 թվականից, այսինքն արդեն 18 տարի գոյություն ունի, եւ մենք մոտ 2 տասնյակ քրեական գործերով մեր փաստաբան ներգրաված է եղել, եւ մենք ուրեմն այդ ինքնասպանության որակված դեպքերով
Եվ մենք չունենք դեպք, որ դա իրոք ինքնասպանություն է։ Մենք իհարկե տեսնում ենք, որ հանգամանքները կասկածելի են ու մենք հենց այդ վերցնում ենք, որ այդ ընտանիքին ու գիտեք ինչն է շատ ցավալի, որ այդ ընտանիքները շատ են տառապում այդ ինքնասպանության որակումից, որ դա օրինակ գյուղում կամ ինչ-որտեղ մի պիտակա խարանա մնում այդ երեխու վրա ու երբ որ մենք այդ հոդվածները գրում էինք եւ մենք այդ քննությանը մասնակցում ենք եւ այլ մի տեսակ փոխում ենք այդ մթնոլորտը, այսինքն պետությունը այդ ընտանիքի վրա է ուզում թողնի այդ ինքնասպանության այդ պիտակը թողնի, որ քո տղան ինքնասպան էր, իդեպ ասեմ, որ ես քրեակատարողականում էլ գիտեք, որ շատ կան էլի բազմաթիվ են դեպքերը, եւ ես լսում էի նախարարի ելույթը, մի 2 ամիս առաջ երևի կամ ավել, չեմ հիշում, որը ասում էր ինքնասպանության հակված անձինք։ Դուք պատկերացնում եք, այսինքն նախապես առանց քննության, առանց ոչ, այսինքն ու ես տեսնում եմ այդ տրամադրությունները նաև ՊՆ-ում, ասենք, հակված։ Զոհին դարձնում են մեղավոր։ Հասկանում եք, բայց դա եւ շատ ցավալի մենք դեպքեր ունենք, որ անհերքելի ապացույցներ, որ դա սպանություն է, բայց միևնույն է, երբ որ իրենք առաջ են քաշում այդ վարկածը, երբեք չի փոխվում, ինքնասպանության վարկածը երբեք չեն փոխում, այդպես էլ գնում է դատարան, այսպես էլ սա ընդհանուր ինչ որ պատկերը ես ասեցի, ինչ պիտի անեն, պիտի գիտեք այդ ոչ կանոնադրային հարաբերություններ, այդ որ հիմա հայտարարել են թե անխնա պայքարելու են քրեական ենթամշակույթի դեմ, գիտեք այդ քրեական ենթամշակույթը մի հատ արտահայտություն է, որը եւ իրավական ձևակերպում չի, ոնց որ չունի այդ իրավական ձևակերպումը նույնիսկ նույնիսկ անորոշ հասկացողություն է, ինչն եք պայքարելու, ինչ անխնա պայքար է, էլի տեսնում եմ ձևական այդ մոտեցումը, թե ոնց են պայքարելու, ընդհանրապես պետք է վերահսկողություն եւ կարգապահություն։ Տեսեք, իրենք նշում են, որ իբրև թե պայքարում են այդպիսի բարքերի դեմ, բայց երկրի ղեկավարի պաշտոնը ոչ բարով զբաղեցնող անձնավորությունը ինքն էր։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ ըստ էության իրեն դնում քրեական ենթամշակույթ կրող անձնավորության տեղը հայտարարելով կզասնելու եմ, ստորացնելու եմ, փռելու եմ ասֆալտին եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն եթե երկրի ղեկին զբաղեցնող անձնավորությունը նմանատիպ բառամթերք է օգտագործում, ապա բնականաբար խոսք չի կարող լինել պատկան մարմիններում, կարևորագույն կառույցներում կարգ ու կանոնի մասին, ոչ կանոնադրային հարաբերությունների բացառման մասին, որովհետև ոչ կանոնադրային հարաբերությունների օրինակ է ծառայում հենց Նիկոլ Փաշինյանը, որը ի պաշտոնը չպետք է օրինակ իր քաղաքական հակառակորդների նկատմամբ այդպիսի բառապաշար օգտագործեր կամ քաղաքական հետապնդումներ իրականացներ։ Ես կարծում եմ, որ մենք տեսնում ենք, որ երկրում կամ ինչ-որ հարցերում, երբ որ ուզում ես ինչ-որ հարցեր կարգավորես, այդ անբարոյականության այնպիսի ճգնաժամ է, որ դու ոչ մի ժամանակ դու չես հանդիպել։ Դու տեսնում ես այդ արձագանք, չի որ այդպես խոսում ես, ցանկացած ոլորտում դա կարող է մտնի։ Երբ որ ասում ես հասարակությունության ներթափանցում, ես եք ասեմ վարչապետից է, այսինքն այդ որտեղ ինքն է օրինակ ծառայում։ Հա, այո, նայա թելադրում վարկ, որպես երկրի առաջնորդ, չգիտեմ, մենք ինչեր էինք լսում, այն Օսիպյանի դեպքում ինչեր մենք լսել, դա սարսափել է այդ խոսույթը, եւ հիմա որ մի քանի օր ազգային ժողովում բարեվարկությունից ու մի հատ է բառ կար, բարեկրթությունից գիտեք, ուշացած է իրանց համար այդ բարեկրթությունը մարդու մեջ պետք է լինի։ Դա նաև ցինիզմ է։ Ահա, եւ այդ իրանց այդ արտոնյալ վիճակը, այդ իշխելու, այո, այդ ցինիզմն էլ է շատ։ Դա է տիրում, եթե իշխանական վերնախավը իրեն պահում է այդպես, խոսում է այդ արտահայտություններով, այդ բառապաշարով, այսօր էլ էի լսում էլի իրար Քոչարյանի կամ
բան։ Բացահայտ էիք Բա Քոչարյանին, ում եք ասում, որ ինքնամեղա այդ Վահագն Ալեքսանյանը, նա պետքա բանտում լինի։ Դե տանեիք բանտ, այսինքն 8 տարի է դուք չեք անում։ Ու այդ դատարկ խոսակցությունները ոչինչ չտվող ոչ հանրությանը, ոչ այս երկրին, ասենց անօգուտ, ասենք այդ ամեն ինչը միայն հանրության, հասարակության վրա շատ վատ ազդեցություն անում եւ ես չասեմ մենակ հանրության, այդ դպրոցներ, այդ չգիտեմ, ամեն օր այդ ցենզը, այդ դեգրադացիան ուղակի մեր, ել չեմ ասում, ազգային արժեքների նկատմամբ եւ մենք տեսնում ենք մեր աչքով ինչ է տեղի ունենում։ Շատ լավ, տեսեք վերջին իրադարձությունից հետո մենք տեսանք, որ որոշակի պաշտոնանկություններ եղան զինված ուժերում, հասնավորապես, չգիտես ինչու, ռազմական ոստիկանության պետը ազատվեց իր պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը եւ այնպիսի տպավորություն է, որ ռեժիմը ընդհանրապես փորձ է անում այս աղմուկի դեմը առնել կոսմետիկ որոշակի փոփոխություններով։ Գիտեք, ես նույնիսկ չեմ հասկանում ինչի են ռազմական ոստիկանության վրա փորձեցին դնել այդ որն է ռազմական ոստիկանության դերը ոչ կանոնադրային հարաբերություններում։ Ես որքան հասկացել եմ, օպերատիվ աշխատանքներին իհարկե, երբ որ ինչ-որ բաներ են տեղի ունենում, բայց որպես կանխարգելող դա ռազմական ոստիկանությունը չի, դա շտաբն է եւ նախարարն է, իրենք են այդ իրավիճակը, կարգապահությունը, վերահսկողություն գոյություն չունի բանակում։ Ես դեպքերով, որ մենք հետաքրքրվում ենք, լսում ենք այդ պատմածներ, ու տեսնում ես, որ դեպքա տեղի ունենում, Զորամասի հրամանատարը տեղյակ չի, որ մահվան դեպքա, մենք տես դեպքել ենք ունեցել անգամ։ Եվ եթե դու փոխում ես ու բերում ես Արամ Հովհաննիսյանին, ասենք, որը հեղինակություն չունեցող մեկին, այսինքն պետք է փոխես մեկով, որը ավելի զգաստացնի եւ իրոք դու հավատաս, որ այս մարդը գնալու է ինչ որ բան փոխի։ Բայց մի մարդ, որը այդ մայիսի 12-ի ընդդիմության այդ ակցիաների հունիսի 12-ին, որ իր դերակատարումներ ունեցել լուրջ եւ ասել էր, որ լավ են արել, որ այդ պայթուցիկներն են գցել եւ այլն։ Ժամկետ անց, արգելված։ Հա, արգելված եւ այլն։ Ու դու հիմա բերում ես իրեն ռազմական, ով պետք է հավատա, որ դու ուզում ես բարեփոխել ինչ որ բան։ Չգիտեմ, էլի ես չեմ պատկերացնում, որ այդ մարդը կարող է գնալ եւ ուղղակի երևի թիմի ինչ որ մեկն է, որին ուզում են այդ պաշտոնին նշանակել։ Եվ էլի մամուլում տեսա ինչ որ փոփոխություններ կապրենք կտեսնենք, թե իրանք ինչ փոփոխություններ են անում։ Փոփոխություններից որևէ մեկը չի խոսել, թե ինչ փոփոխություններ են արվելու։ Հասկանում եք ինչն է զավեշտը։ Ասենք դուրս գա մեկը, նախարարը, նստի պատմի, թե ինչ են փոխելու։ Ինչն էր վատ, երբ որ դու գրում ես անխնա պայքարելու են քրեական ենթամշակույթի դեմ։ Այսինքն դա ինչ քրեական ենթամշակույթ է, ոնց է պայքարելու։ Դու պարտավոր եք դուրս գաք եւ հանրության ինչ-որ բացատրություն տաք։ Այդ կյանքերը, որ այդ տղաները, այդ երկու տղաները 20 օրվա մեջ որ գնացին, շատ ահավոր ողբերգություն ա, գիտեք, իրենք չեն շփվում հարազատների հետ, ընտանիքի հետ։ Դուք տեսնում եք, եթե մարդիկ հաղորդագրություն չեն տարածում, ասենք ինչ բան է այդ ընտանիքի համար, ինչքան ծանր է։ Մենք միշտ այցելել ենք այդ ընտանիքներին եւ իրենք շատ կարիք ունեն, բայց ես ձեզ ասեմ, որ նախկին իշխանությունների ես վերցնեմ Սեյրան Օհանյանին որպես նախարար, նա գոնե իրենց մեղքը ընդունում են, որ իրենք վատ են զգում, իրենք կարող են մի ծնողին 3 անգամ ընդունել։ Ես շատ լավ գիտեի այդ ամեն ինչը։ Գնում են իրան ասում են ինչի եք սպանել տղուս, ես տվել եմ, որ հայրենիքին ծառայի, ինչ պիտի պատասխանեն։ Բայց ընդունում են, ինչ-որ բաներով օգտակար են լինում, գոնե դա ինչ-որ մի քիչ մխիթարում է ծնողին, որ իրեն ասենք չարհամ, բայց հիմա
որևէ մեկը կարող է հայտնվի պաշտպանության նախարարության մոտ։ Բացառվում է, որևէ մեկին ընդունում է Սուրեն Պապիկյանը, բայց ախր դուք եք պատասխանատուն այդ մարդու կյանքի համար։ Դուք չեք իրան այնպես նայել, որ այդ մարդը չզոհվեր։ Եվ Կամ հետաքրքիր է, որ չսպանվեր։ Պապիկյանը դեռևս շարունակում է պաշտոնավարել։ Եվ ամենա ինձ համար տարակուսելին նա է, որ էլի հիմա, եթե մենք հիշենք Ազատի այդ դեպքերը, Ազատի Զորամասի դեպքերը, երբ որ վարկածից սկսած դեպքից եւ ամեն մանրամասներ Նիկոլ Փաշինյանն էր կառավարության նիստի ժամանակ ներկայացնում, Պապիկյանից ոչ մի խոսք չլսեցինք, ես նույնիսկ գրառում արեցի, հիմա էլ նույնը։ Այսինքն դու Նիկոլ Փաշինյան ավելի լավ գիտես Զորամասերում ինչա կատարվում, քան Պապիկյանը։ Այդ դեպքում ինչի համար է Պապիկյանը նախարար։ Եվ ինչի է ինքը նախարար։ Ես sense կասեի, նա պետք է հրաժարական տար այս դեպքերը, որ իրար հետևից կրկնվում են, եւ ընդհանրապես այդ մահվան դեպքերը, որ կան, կարծեմ 12 մենակ սպանություն, ինքնասպանություն ասեցին, ուղղակի չեմ նայել էլի, որ հիմա ստույգ ասեմ, բայց կարծեմ այս տարվա դեպքերի մասին են իրանք ասում պաշտոնական, դաժե նույնիսկ պաշտոնականը 12։ Այսինքն ոնց կարա տենց լինի։ Շատ լավ։ Բացի զինված ուժերում կատարվող այդ ողբերգական դեպքերից, մենք տեսնում ենք, որ գործող ռեժիմը ընտրությունից հետո շարունակում է քաղաքական հետապնդումների շարքը եւ վերջերս 2 ամսով կալանավորվեց Մարտուն Գրիգորյանը արդեն եւ այստեղ հետաքրքիրն այն է, որ հարաբերական կառույցները շարունակում են լռել եւ շարունակում են խուլու համար ձևանալ Հայաստանում ավտորիտարիզմի, դասական ավտորիտարիզմի այլ ավելի հաստատման եւ կայացման համար։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը ինչու է շարունակում այս բռնաճնշումների փուլը։ Ես չեմ կարողանում ես դա գիտեք չգիտեմ ինչպես սկսեմ ներկայացնել։ Նախ ասեմ այդ հետապնդումների մասին, որ մարդիկ արդեն սուսուփուս վեր են կենում, գնում են հայտնվում են այդ բանտում, էլ ոչ փաստաբանա աղմուկ աղաղակ բարձրացնում, ասենք, եթե այդպիսի մի դեպք էր լինում, ինչ աղմուկ, ինչ աղաղակ էր լինում, եւ անցյալ օրը Տիկին Ալավերդյանը ինձ մի բան ասեց, ասեց, որ ես ամաչում եմ, ինչ ամոթ է, ես ամաչում եմ, որ հայաստանյան իրավապաշտպանները այս տեսակ ապօրինությունների դեպքում մի հատ ձայն չեն հանում, ասում է առաջին հերթին ամոթ է մեր երկրի համար։ Ու ես իրոք չի մտածել դրա, իրոք շատ ամոթ է, ոնց կարող է դու այդ մարդկանց կողքին ես ապրում ու ասենք այդ ապօրինությունները, այդ հայտարարությունները, որ անում է Նիկոլ Փաշինյանը, հայտարարումը, հետո գնում են, բռնում են, տանում են, գործը սկսում են լրիվ ապօրինի, շատ կուզենայի, չգիտեմ, ինձ թվում է, ես տեսնում եմ նախ ինքը չունի իր մեջ վերաբերմունք մեր ժողովրդի նկատմամբ, մեղմ եմ ասում, եւ ես տեսնում եմ, որ ինքը չի կարող որևէ լավ բան անել, կամ ուզում է այս կամ մեզ սպասվում են շատ ավելի վատ իրադարձություններ, արտաքին ճակատում, եւ ինքը այսպես նախապատրաստում է, տենց ուզում է սենց դժնդակ, ինչ որ սենց մի հատ կերպարի, բռնակալի, սենց մի հատ ներկայանա որպես այդպիսի մի կերպար, որ չնայած մարդիկ են տուժում, բանտերում են հայտնվում եւ ում ուզում է կալանալ, ինքը չգիտեմ, երևի ինքնահաստատվում է կամ ինքը նույնիսկ չկայացած բռնակալ է, ես տենց կասեմ, էլի, կամ ինչ որ մի բան, որ պետք է անի այս երկրում, դա է, ինքը ուրիշ բան չի կարող անի։ Ես չեմ տեսնում, որ ինքը հնարավորություն ունի ինչ որ մի ուրիշ բան անելու, լավ բան նկատի ունեմ, էլի, ու սենց ինքը իբր թե ահու սարսափա, եւ շատ եմ ուզում խոսել Արեգնաս Մանուկյանի մասին, շատ, որտեվ շատ իրոք տառապանք դա պատճառում եւ շատ շատերին ես տեսնում եմ,
Իսկ երեք ես իմացա, որ Անդրանիկ Թևանյանի դեպքում իրա վրա չկան այս արգելքները եւ ինքը ում հետ ուզում հանդիպում է, որը համարվում է ծանր մեղադրանք ավելի, իսկ Արեգնազինը միջին ծանրության մեղադրանք է եւ փաստորեն նա իր երեխայի հետ անչափահաս Կարծես սրանով ավելի փորձ է արվում ճնշում գործել Արեգնազյանի վրա։ Այո, ավելացնել այդ ճնշումը, կամ չեն կարող երևի ինչ-որ ուրիշ կեպսուցմունքներ կորզեն կամ այս ձևով կամ արտառոցը ուղակի, գիտեք, գլխավոր դատախազուհին բացառիկ հնարավորություն ունի արգելանքները հանելու։ Բայց չի անի։ Չէ, դե պարզ է, ոնց պիտի անի, ինքը ոնց կա։ Ու ասենք, ես չգիտեմ, սրանք մասնագիտական արժանապատվություն չունեն։ Այս դատախազը, երբ որ երեխային հոգեբանը տվել է արդեն, որ երեխան տրավմաներ ունի, եւ հիմա ծննդյան օրն է, որ մոր հետ գոնե խոսի հեռախոսով, ասենք տիկին դատախազ, ձեր մեղադրանքը դրանից ամրանում է։ Ինչ, հետո չէ որ դուք ասում եք, որ վստահությունը դատախազության նկատմամբ մեծացել է։ Այս ապօրինություններով է մեծացել, ոնց կարելի է երեխան ինչ մեղք ունի այստեղ։ Եվ սա է իրանց պատիժ ու պատիժ, ոչ թե մեղադրանք է սա, այլ իրանք միայն պատժում են հենց սկզբից։ Եվ այդ, չգիտեմ, ինչ ու իրենցից տնից գոհ են, ես կարծում էի մի պահ, որ ինչ-որ տեղ երևի վատ կզգա իրան, եթե այս դեպքում, հասկանում եք, դատախազը ոչինչ չի ձեռնարկում ու դատարանը ձգձգում է, գիտեք լնից չի նշանակվել, թե ինչ պիտի անեն ու այդ ծննդյան օրը այդ երեխայի, որ մայրը խոսա, այդ հնարավորություններ չկա։ Իբր ցածրորակ իրավապահ մարմիններ գոյություն չունեն Հայաստանում եւ գոյություն ունի ցածրորակ իշխանություն։ Շատ ցածրորակ, հասկանում եք, ոնց կարելի է երեխայի, ասենք, նկատմամբ այդպես վարել 13 տարեկան աղջկա։ Սա իրոք արտառոց է։ Գիտեք, ես Ուզբեկստանում աշխատել եմ, բռնատիրական երկիր է, եւ աշխատել եմ Human Rights Watch-ի օֆիսում, եւ այնտեղ շատ դաժան էին կատարվում, իհարկե, ասենք, բայց տրադիցիոն, ասենք, բաները ավանդական, որ ունեն իրենք այդ բաները, նույնիսկ ոստիկանությունում դա տեղ էր գտնում, որ այդ գծերը չէին ասում։ Ասենք թե տարիքով մեծին, որ բերման են ենթարկել, իրա նկատմամբ ինչ-որ ավելի ներողամիտ էին, որտեղ այդ իրանց ավանդույթի մեջ է, չգիտեմ, եւ էլի ինչ-որ բաներ էլի, բայց այստեղ այնպիսի բարոյազրկումը տեղի ունենում։ Այդպես է ասվել ուրեմն, որ այս Արեգնազ Մանուկյանին պետք է այսպես Նիկոլ Փաշինյանի բառերով ասած կզացնել, այսինքն կնոջ նկատմամբ է կիրառվում նաև այդ եթե չեն կիրառում, թող միջամտի որպես արդարադատության երաշխավոր, ասի ազատեք այդ կնոջը, ոչ մի հիմք չկա փաստաբանը մեռավ ասելով, լավ, թողեք հեռախոսով խոսի, իր աղջկա հետ, իր աղջկա հետ խոսի հեռախոսով։ Հիշում եք Լիդիա Մանթաշյանին էլ էին ինչ-որ տենց հետո ավելացնում էր այդ երկարացնում էին իր այդ կալանքի ժամկետները, էլի այդ ձևի խիստ արգելքներով եւ այլն, բայց ինչ հանրային աղմուկ բարձրացավ եւ ինչ ուր է այդ գործը։ Դուք գիտեք, որ այդ գործը Սրբազանի գործը, Բագրատ Սրբազանի գործը, որ տենց աղմուկ աղաղակ էին, չէ՞։ Փլվեց ուղղակի։ Հա, եւ գիտեք, փաստաբանները դիմել են այդ ՄԱԿ-ի կոչվում փորձագետների խորհրդին քրեական իրավունքի շրջանակներում եւ որոնք ամբողջությամբ կասկածի տակ են դրել այդ շատ խիստ հայտարարություն։ Հա, դուք տեղյակ եք, հա։ Եվ ինչ հիմա այս նույն Արեգնազ Մանուկյանի, բայց ինչի համար են կանանց նշանակում պաշտոնների, չէ՞ որ մի քիչ ավելի ուրիշ կերպ մոտենան այդ հարցերին։ Կարծես հակառակն է լինում։ Բայց տիկին այնքան է ձգվել արդեն այս իր մետաղյա այդ կեցվածք է ընդունել, որ էլ ոչինչ իր վրա չի կարող ազդի։
Այսինքն ոնց կարող է այդպես լինի։ Ես պետք է հիշեցնեմ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ բավականին սարսափելի մի դեպք տեղ ունեցավ, երբ քաղաքացուն պաստառը պոկելու համար մենք ձեր տաղավարում խոսել ենք, ոստիկանություն, այնուհետև հոգեբուժարան կարծես եւ երկու ոստիկանություն մահացած դուրս բերվեց։ Այո։ Եվ այդ դեպքն էլ այդ դեպքի շուրջ աղմուկն էլ շատ արագ մարվեց եւ որովե պատկան մարմնին որովե բացատրություն չտվեց, թե Արմեն Հովհաննիսյանի հետ ինչ է կատարվել։ Գիտեք, ավելին ասեմ, որ ինձ նաև շատ զարմացրեց այդ նախընտրական քարոզարշավին մասնակցող կուսակցությունների, դաշինքների, ուժերի հետագայում էլ ոչ ոք ասենք, որը հենց բուն նախընտրական քարոզության ժամանակադեպքը տեղի ունեցել անմիջապես առնչվում է այդ ընտրություններին, բայց չտեսնելու, պատկերացրեք մարդու կյանքը ինչ արժեք ունի, էլի։ Մի հատ հրապարակում ա եղել, բայց ինքը չէր արտացոլում ամբողջ պատկերը Factor TV-ում, էլի լավ է, որ գոնե այդ հրապարակում կար, բայց գիտեք ինչ այդ տեսակ հրապարակումներն էլ որ պետք է արձագանք ստանան, ընդհանրապես մամուլ էլի մի քանի լրատվամիջոց գոնե պետք է առնվազն անդրադառնա, բայց այդ անկեղծ ասած ես էլ դա չեմ մոռանում այդ դեպքը եւ շատ կուզենայի այցելեի այդ ընտանիքին, այդ մորը եւ շատ էր վրա ազդել, երբ որ լրագրողները այցելել էին գյուղի անունը հիմա չեմ հիշում, այդ բնակավայրը, որտեղ այդ պաստառը պոկվել էր, գյուղապետի մոտ էին գնացել եւ գյուղապետը պատմում էր, որ երբ որ իրան կանչել է իր մոտ, մինչեւ այդ շտապօգնությունը կանչել է, այս տղան Արմեն Հովհաննիսյանը ասել է դու պաստառն ես պոկե, հա պոկել եմ, պետք է ես ներողություն կխնդրեմ ասել է։ Ու գյուղապետը իրան վերցրել է, խցկել է ոստիկանության մեքենան, ուղարկել է ինքնականչել եւ ճանապարհել ոստիկանություն ու հետո հոգեբաժանում նա արդեն մահացել է 3 օրվա մեջ էլ 2.5 օր այդ ամեն ինչը տեղի ունեցել եւ իդեպ ասեմ որ Human Rights Watch-ը հայտարարություններ արել է դեպքով որտեվ իրոք արտառոց դեպք էր սա չգիտեմ ես շատ եմ վատ զգում որ մեր երկիրը իրոք գահավիժում է որ մենք չունենք իրավապահ համակարգ դատարաններից էլի լսում ենք մեկու մեջ ինչ որ արդարադատության ճիչեր, այսպես ասած, բայց դատախազություն, չգիտեմ, արդարադատության համակարգ, բան շատ վատ վիճակում է, քննչականը, այդ հաղորդագրությունը, դա մի սարսափելի, գիտեք, անպատկերացնելի մի բան էր, ասենք, որ տեսա այդ քննչական կոմիտեի Արգամ Աբրամյանի Այո, Արգամ Աբրամյանի, Ծառուկյանի աղջկա եւ այդ մանրամասներ, դա խոսում է մենակ Դա ընտանիք մտնել էր։ Հա, այո, ուղիղ ընտանիք էին մտել եւ չեն բավարարվում փաստորեն այդ վրեժի, այդ հաշվեհարդարի, այդ ցանկությունը այնքան մեծ է, որ ասենք արատավորում են կնոջ, աղջկա անունը, դա հային հատուկ բան չի հասկանում եք, սա նոր, սա անբարո մի հատ գործելավոճ է, որը ասենք այդ աստիճանի ոչնչացնել քննչական կոմիտեին, ոնց որ անում է իշխանությունը, ասենք դժվար է պատկերացնել։ Գիտեք ինչ մարտի 1-ի ժամանակ էլ է շատ վատ վիճակ եղել։ Ես աշխատել եմ ու ամբողջ այդ բանի մեջ եմ եղել։ Այն ժամանակ էլ շատ վատ էր դատարանները, բայց ինչ որ այդ բարոյական ինչ որ գծեր կային, որ մենք կարողանում ենք այդ մուտք գործել եւ ինչ որ բանով օգտակար լինել, ինչ որ բան անել։ Էլի դատախազություն բան անտանել, ես հիշում եմ ինչքան էի զանգում, դա 6 ամիս դժոխ չէին ճանաչում այդ մահացածների եւ այլ բազմաթիվ բաներ կան, բայց անբարոյականության այսպիսի անկում բարոյազրկման այսպիսի անկում ես ոչ մի ժամանակ չեմ տեսել Հայաստանում, ինչպես հիմա է, ասենք բաներ, որոնք մեր ազգային արժեքների ոչնչացում ուղակի, ասենց ոտքերով քայլում են այդ ամեն ինչի վրայով։ Եվ ասենք ու դա անցնում է, էլի, դեռ անցնում է, էլի։ Ու դու տեսնում ես այդ
լպիրշ պահվածքը ազգային ժողովում, այդ ցածր մակարդակը, բա մենք դրան ենք արժանի։ Այդ խոսույթը լսելու, իրենցից ինքնագոհ, ասենք այդ ամեն ինչը լսելու, ու դրանով, չգիտեմ, մեզ հարիր չի, ուղղակի մեր ժողովրդին, մեր տիպի, մենք շատ լավ ժողովուրդ ենք, և միշտ մեր մեջ այդ քաղաքակրթական արժեքը շատ բարձր է եղել, ու հիմա այս համարում եմ իհարկե ժամանակավոր, բայց շատ եմ ափսոսում, որ դա դեռ շարունակվում է և պետք է անպայման կանխել այսպիսի ցածրորակ այս վերաբերմունքը մեր ժողովրդին իշխանության կողմից շատ վիրավորական է և ուղղակի անտանելի է։ Շատ մեծ հույս ունեմ, որ մենք կարողանանք ազատվել, մենք մեզ պետք է փրկենք ուղղակի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել ալիքին, Patreon, Super Chat, Donation Alerts, քարտային դրամական փոխանցումներ, կրիպտոարժույթ և կհանդիպենք հետագայում։